36-ժամյա ջրանջատում Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում։ Պատճառը կարևորագույն արձնի 2 Երևան մայրուղային ջրատարի 5 հատվածներում իրականացվող աշխատանքներն են։ Մայրաքաղաքի Կորյայի ձոր կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, սողանքների, շինարարական աղբ լցնելու հետևանքով էր պարբերաբար արձնի 2 Երևան մայրուղային ջրատարը վթարվում, եւ ահա առաջացած խնդրին լուծում տալու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ Veolia ջուր ընկերության համատեղ ուժերով է կազմվել սողանքային հատվածը շրջանցող նախագիծը։ Ամիսներ շարունակ ընթացող շինարարական աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին եւ այժմ ընթանում են նոր կառուցված ջրատարի 750 մետր հատվածի միացման աշխատանքները գործող ջրատարին։ Տարիներով խողովակները քայքայվել են տարբեր պատճառներով, շինարարական աշխատանքներ են կատարվել տեղում, վնասվել են խողովակները, քերվել են, լիցքի արդյունքում բնակիչների կողմից ապօրինաբար տարածքում կատարվել է շինաղբի թափոնների լցնում, առաջացել է սողանքներ, ինչի արդյունքում Երևանը ջրամատակարարող մայրխողովակներից մեկը վնասվել է, որը շատ հաճախակի վթարների պատճառ էր դառնում այդ ամենը, անընդհատ վթարի արդյունքում գալիս ենք այստեղ ջրազրկում էին Երևանի որոշ վարչական շրջաններ, Արաբկիր, Կենտրոն, հիմա կատարվում են այդ խողովակների փոխարինման աշխատանքներ։ Veolia ջուր ընկերության Արաբկիր շահագործման տեղամասն էլ իր հերթին ջրատարի 4 այլ հատվածներում է խնդիրներ լուծում։ Շաբաթը մեկ կրկնվող վթարներին վերջ տալու համար նորով է փոխարինվում խողովակաշարի 45 գծամետր հատված։ Խոշոր վթար է վերածվում մեկ այլ սողանքային հասցեում, իսկ Պրոշյան եւ Գրիբայդով փողոցներում բաշխից ցանցը կառավարելի դարձնելու համար իրականացվում են հոսքաչափերի տեղադրման աշխատանքներ։ Երկրորդ հատվածի մասով դա պետության հետ համատեղ շինարարական կամպանիան է, շինարարական կազմակերպությունն է հիմա կատարում աշխատանքները։ Ընդհանուր նրա վթարման պատճառը ավելի խորն է, սողանքներն են։ Հույս ունենանք այս աշխատանքով ավելի երկարատև ժամանակ կմոռանանք վթարի մասին։ Թեպետ Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում ջրանջատումը հայտարարված է մինչև վաղը երեկոյան, սակայն Veolia թիմը անում է հնարավոր ամեն ինչ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար, բայց պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։ Աշխատանքները ավարտելուց հետո ժամանակ է պետք 800 մմ-անոց ջրատարը կրկին ջրով լցնելու համար, որն էլ սպառողներին կհասնի աստիճանաբար։ Հասմիկ Դիլանյան, Արգիշտի Վասակյան, Ռադիոլուր։